Հարգելի դատարան, գոլեգաներս մանրակրկիտ ներկայացրեցին, արդյոք առկա է քրեական օրենսգրքով սահմանված 308 հոդվածի հատկանիշներով տվյալ արարքի կատարումը թե ոչ, կարևոր հանգամանք են բաց թողել, հավանաբար, որովհետև երկրի ղեկավարը մի անգամ երբ խոսք գնաց, որ բնակիչները բողոքում են, որ միսը թանկացել է, առաջարկեց, որ կանաչի ուտեն։ Հավանաբար մեր հարգարժան ընկերը երբ բաստուրմայով է պատրաստել, փաստորեն հակադրվել է առաջի դեմքի այդ առաջարկին, դրանով հանցակազմի հատկանիշ են դիտարկել իրավապահ մարմինները եւ նաեւ մտավախություն ունեն, որ նաեւ այս գործով կանխարգելում են մասսայական ձվի օգտագործումը, այլապես կառաջանա դիֆիցիտ։ Հիմա մեր բնակիչները, հայրենակիցները նայելով այս դատական process-ը, նաև այդ տեսաձայնագրությունը, հետևություն կանեն ձու չեն ուտի, որպեսզի հանգարց իրանց մեղադրանքի հիմք չառաջանա։ Ինչի համար կարգի հրավերեն եւ կարգի ձեր մեղադրանքի հիմքով դրանց արդեն մի քանի անգամ մեղադրում փողոցայիններ չէ, խնդրում եմ իրենց կարգի արեք։ Ձերքերը դեպքերից առաջ մի բարձեք, էլի։ Խնդրում եմ, ձերքերը ցեղանից առաջ մի բարձեք, թողալ, հա։ Ուրեմն եւ ձերքերն ցույց տալիս որ մի բարձեք։ Եվ մեղադրանքի մի բարձեք ձերքերը դենց։ Ուրեմն եւ մեղադրանքի կողմը եւ պաշտպանական կողմը, ուրեմն կարգ ու կանոն պահպանեք, առանց դատանի թույլտվության չխոսեք հետ այսօր։ Եվ երկրորդը, պաշտպան դատության դատարանը լսեց ձեզ։ Շնորհակալություն, միանում եմ։